դուք տեսակ երևի Ալեն Սիմոնյանը, որ խոսում էր Մոսկվայում, այնտեղ լրագրողները հարցեր էին տալիս Ալեն Սիմոնյանին եւ այլն։ Մի հատ նորմալ հարց չեղավ, սա կռիսական մտել էին, կռիսական հարցերն էին տալիս Ռուսաստանը, բաները, լրագրողները։ Ալեն Սիմոնյան բրավո։ Շշեց դրեց տեղները։ Ինչքան եք մեծացել, ինչքան եք հասել, դուք արդեն քաղաքականության համար։ Չնեղանան ինձանից մեր կառավարությունը ԿՊ-ն եւ այլն խակ էիք, որ նոր եկաք խակ էիք։ Ման դուք իրոք շատ եք մեծացել։ Ձեր խաչը շատ ծանր է, շատ ծանր։ Դուք բարձրացաք Գալգոֆա հետ եկաք։ Ներսից տրակացրին, հարցակվեցին կողքերից, դավաճանեց դաշնակիցը, կովիդ, Հարաբաղի կորուստ, գլխների ցարքին, իրոք, այդ խաչը շատ ծանր է, որը դուք տանում եք, բայց կարացաք, այդ Գալգոֆայից դուք կարացաք հետ գաք, ես հուսամ, որ հետագայում էլ կլինի քայլեր, որ Հայաստանի Հանրապետությունը զարգանա արդեն ունենալով այն փորձը, այն ահավոր փորձը։ Իհարկե սխալներ լինելու են, էլի լինելու է, բայց էլի տենց սխալ չի լինի։ Ես շատ բան եմ տեսնում, շատ բան եմ հասկանում։ Մահացին, մահացին։ Ժորժ ջան, ես ասել էի, որ այս շաբաթ կլինի նախարարի հետ, հիմա արդեն չթաքցնեմ, ասեմ Մխիթար Հայրապետյանի հետ, բարձր տեխնոլոգիայի նախարարի հետ, հա, իր հետ խոսեցի, մարտի վերջին կլինի ինտերվյուն իր հետ։ Պատճառը նրանում է, որ ինչը կա պետք է ստորագրվի։ Ասես Գորգ ջան, չեմ ուզում ասեմ ինչ ենք անելու, ինչ ենք ստորագրելու։ Ուզում եմ արդեն ստորագրած լինի, ես ասեմ արդեն արել ենք։ Դա ավելի ճիշտ կլինի, ավելի հզոր կլինի։ Արդեն արել ենք, որ խոսենք։ Հա, մարտի վերջին կլինի, դա ոչինչ։ Լավ, անցնենք բուն թեմաներին, Ժողովուրդ ջան, ուրեմն այս վերջերս հատեսնում եմ Հայաստանից իրոք մարդ են վերցնում վերբով կանում, որ գնա Ռուսաստանի համար կռվի Ուկրաինայում։ Ուրեմն Հայաստանի օրենսդրությամբ наемничество շատ լուրջ հոդված է։ То есть եթե դուք վերադառնում եք Հայաստան, դուք նստելու եք բեր 10 տարուց սկսում։ Չանեք տենց բան, դուք կկորցնեք ձեր հայրենիքը։ Ես ես զգուշացնում եմ, այն ապուշներին, որ հավաքում տանում են այնտեղ, այդ իմացեք։ Դուք միջնարодный розыск եք ընկնելու։ Հա, բանը Ժորժ ջան, մի հատ էլ թեմայից ես ուզում խոսեի, որ անցյալ ինտերվյուն, անցյալ էֆիրը որ արեցի, հա, ադրբեջանցիք կապնվեցին ինձ հետ, որ ես իրանց էֆիր տամ։ Հա, իրանք երկու օր իրանց հեռուստատեսությունով այդ իմ էֆիրը բան են անում, ֆռցնում էին բան են անում, հետո դուրս չեկավ, որ մի քանի բան իրանք կտրտել են, Ժողովուրդ ջան։ Անենց ես իմ ինչ չեն արել, բայց մի քանի բան կտրտել են, զանգեցի անգամ ասեցի, ասենք տեղեր կար, որ ասի, որ մենք հայերս 1 միլիոն մարդ են կորցրել, գաղթ եղել, ադրբեջանցիք են կորցրել 1 միլիոն մարդ։ Իրանք ադրբեջանցիք, որ թողել գնացել են իրանց հայրենիքը, էդի կտրել են, մենակ հայերն են թողել։ Այդ бանը իրանք ուղեցին, բայց լիքը բան իրանք կտրտել են, հիմա тут вопрос уже в доверии, недоверие, դեռ չէ, պատրաստ չեմ, իզուր իրանք տենց արեցին, հետագայում հնարավոր է, որ իրանց կողմից քայլեր լինի, բան լինի, ու ես, հա, իրանց ինտերվյու կտամ։ Հա, մի հատ էլ անցյալ եթերից տակ գրեցին, լավ մարդիկ, շատ խելքով մարդիկ գրեցին, Գորգ ջան, դուք Ալիևին հավատում եք, բայց խաղաղության մասին է որ խոսում։
Ժողովուրդ ջան, ով ինձ ճանաչում է, գիտի, ես մի քանի տասնյակ տարի բիզնեսի մեջ եմ։ Բիզնեսում հենց հարցը հասավ նրան, որ հավատում ես, չես հավատում, նախ գծված ես։ Իհարկե ես չեմ հավատում Ալիևին։ Ամեն ինչը պետք է ունենա երաշխիք։ Թե քաղաքականության մեջ, թե բիզնեսի մեջ, չէ՞։ Եթե բիզնեսը դա նոտարիուսով, թղթերով եւ այլն։ Քաղաքականության մեջ ժողովուրդ ջան, պետք է գարանտ, իսկ աշխարհի ամենաուժեղ գարանտով է ճիշտ է, Միացյալ Նահանգները։ Ով է տրիպանում Միացյալ Նահանգները։ Դա իմ գարանտը։ Հիմա ես ուրիշ գարանտների մասին էլ կխոսեմ։ Էլ չեմ ասում, որ Եվրոպան այդ գարանտը լինելու, էլ չեմ ասում մնացածը եւ այլն։ Բայց հա, то есть ոչ թե ես Ալիևին հավատում եմ, ժողովուրդ ջան, կան բաներ, որը պաշտպանում է մեր պայմանագիրը։ Ունենց ուժեր են այնտեղ կանգնած, որ հավատալ չի։ Ուրեմն սենց բանն ասեմ, ժողովուրդ ջան, մի հատ դուք գիտեք, որ Հնդկաստանի գլխավոր շտաբի պետը եղավ Հայաստանում։ Հիմա Հայաստանը Հնդկաստանից ոչ թե մենակ զենք առնելու, այ Հնդկաստանի հետ գործարանն բացվելու совместное производство вооружений։ Հանգարց ոչ ոք վերևից Հնդկաստանին չնայ, իրանք շատ ուժեղ են։ Զենքի արտադրությամբ, պրոգրամիստներով բանով իրանք շատ ուժեղ են։ Մեր բանակը էլ են բանակը չի։ Բացի նրանից, որ մենք ավելի քան 6 տասնյակ ռազմարդյունաբերության կազմակերպություններ ունենք Հայաստանի մեջ, հիմա սկսում են совместный բացվելը։ Ես ձեզ ավելի ապշելու բան ասեմ։ Պենտագոնը, Ամերիկայի բանակը ընդհանրապես ծրագիր է ընդունել по перевооружению. Տոտальное перевооружение будет։ Կոնսուլտանտներից մեկը լինելու է հայկական կազմակերպություն Հայաստանից։ Դուք ցենց բան պատկերացնում եք ընդհանրապես։ Մեր տղեկ թռնում են դեր կոնսուլտացիա տալու։ Այս Հայաստանն էլ են, Հայաստանը չի։ Այո, մենք օրից օր ուժեղանում ենք։ Ու ցենց բան, ինչ Ամերիկայի բանակի կոնսուլտացիա տալու, Քավարի բանակին չէին կարող կոնսուլտացիա տային, կդրեք, իհարկե։ Իսկ հիմա տեսնում եք ինչ են անում։ Հա, իմ հայրենիքը հզորանում է, ժողովուրդ ջան։ Շատ է հզորանում։ Ու շատերինը մռմռում է, որ տենց է։ Չեն կարող դեմներս առնել։ Մենք հզորանալու ենք։ Ուրեմն, скорее всего, մյուս տարի ժողովուրդ ջան, մեր մոտ կլինի արդեն բեզվիզ Եվրոպայի հետ։ Հնարավորություն կա, որ այս տարի լինի, արդեն այս տարի լինի։ Բայց մյուս տարի արդեն հաստատ կլինի, դա մաքսիմալն է սրոկի։ То есть մենք կարող ենք գանք Եվրոպա, հա։ Եվրոպայի տոմսերն էլ կոպեկներ են։ Պիցայից է ժանա։ Տաշիր, привет։ 28-25 եվրոյով կարող ես ռոմ թռնես, հատենք թռնես եւ այլն, կան տենց տոմսեր։ Ուրեմն շատ ռուսներ են հիմա գալի Հայաստանի Հանրապետությունում, որ բանան են, Հայաստանի քաղաքացիություն ստանան, որ հետագայում բեզվիզա Եվրոպայի հետ են, դա անհնար է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալ, եթե դու հայ ես, շատ դժվար է, ահավոր դժվար է։ Ու դա ավելի է խստանալու լմիատել, որովհետև բեզվիզի դեպքում Եվրոպան շատ է խստացնում քո ներքին օրենքները։ Так что приезжайте, гастарбайтеры, работайте, но про гражданство Армении забудьте. Не получится. Մի հատ էլ ընտրություններից խոսեմ, եղբայրներ քույրեր ջան, Արտակ Ղուկասյանը ասեց, շատ լավ ասեց։ Ես կրկնեմ այդ բառերը, իր ասած, իմ կողմից էլ մի երկու բան ասեմ։ Ուրեմն հա, ռուսները փող չեն խնայի, ոչ Տաշիրը ենք, ոչ Քոչարյանն ենք, ոչ ռուսները, ոչ и так далее։ Իրանք Հայաստանի բյուջեից շատ փող ունեն։
որ Ռուսաստանից մարդիկ բերեն։ Խոսքը գնում է, ասում են 85-ից 100,000, ժողովրդյան 200,000-ի մասին է խոսքը գնում, որ Ռուսաստանում ապրող հայերը, որ այն թվերից հայկական անձնագիրը փոշուտած բարձիտակ մնացել, վերցնելու է գա Հայաստան։ Ցենց, ով չի ապրել Հայաստանի Հանրապետությունում 5 տարի անընդմեջ իրանք չունի ձայնի։ Вопрос закрыт, точка։ Այդ օրենքան պայման պետք է մտնի։ Այդ մի անգամից մենք կտրում ենք քոչարյանական Ղարաբաղցիներն էլ, որ եկան, հիմա քոչարյանին են ձեն տալի, այդ օրենքով մենք կտրեցինք ռուսներին, Ռուսաստանի հայերին էլ, ռուսամոլ հայերին էլ, որ գալիս իր Ուսլաբինսկից ձայնը տա, մեր ճակատագիրը որոշի ու գնա այնտեղ, հետ գնա։ Իսկ մենք մնալու ենք տառապենք։ Չէ, այս օրենքը թող մտնի։ Ու մի վախեցեք, որ Եվրոպան չի հասկանա, Եվրոպան շատ լավ կհասկանա։ Ինչ է սա արվում։ Ռոմի պապից սուրբ չնեք։ Խնդրում եմ բոլորին։ Ընտրությունների համար ասեմ Ժողովուրդ ջան, հա, ես իրոք կերազեի, որ մենք ունենայինք 10 հատ տեխնացու վարչապետի, որ ասին, արա, այս մեկը բայց լավն է, բայց այն մեկը ավելի լավն է, ոնց որ այն մեկը, բայց այն մեկը ոնց կար տենց մնացել է։ Ցավոք մնացել է Նիկոլը ու նրանք։ Դրա համար եթե մենք ձայն չենք տալիս Նիկոլ Փաշինյանին, դա նշանակում է մենք տապանակար ենք դնում Հայաստանի վրա, այս անգամ հավերժ։ Այս ինչը որ ասեցի, այս ինչը որ լինում է, չի լինի, մոռացեք։ Միլիոնով գաղթը էլի հիշեք, էլի լինելու է։ Որ չկարան ասեն մեկին դու սա աբգոն անես, էդի լինելու է։ Եվ լիքը տենց բաներ, Ժողովուրդ ջան։ Պրոստը մի քիչ հիշողություններից ես հետ անգել։ Մի քիչ հետ անգել։ Մենք արդեն մեզ պատկերացնում ենք, որ միշտ էլ սենց է լինելու, սենց պետք է լիներ, ոչ։ Մենք նենց ծանր տարիներ անցանք, մենք նենց բաներ ենք տեսել։ Հայկական երեխեքին չէին վաճառում, նորածնունդ երեխեքին, ծնողներին ասում էին մահացել է երեխան, դա դին ցույց չէին տալի, որովհետև դին վաճառում էին 100-ից ավել երեխա։ Ու հիշում եք այդ բաները։ Այդ կաշմար ժամանակները չվերադառնան, Ժողովուրդ ջան։ Ամեն ինչը ճիշտ է, սխալ է, իհարկե սխալներ արվում են եւ այլ, բայց սա արդեն այն Հայաստանը չի։ Էլ եմ ասում, մենակ այն բանը, որ հայկական կազմակերպությունը Ամերիկայի զորքերին կոնսուլտացիա անելու սպառազինության մոմենտով, Ժողովուրդ ջան, всё, դուք հասկանում եք ուր ենք հասել։ Լավ է, գրկում եմ ձեզ բոլորին, էֆիր կլինի, ավելի մանրամասն կխոսանք։ Մի հատ էլ բան, Ժողովուրդ ջան, բոլորին խնդրում եմ, եւս մեկ անգամ, էլ այս վերջերս բան եղավ, աչքիս ընկավ, էլի TikTok-ում բանում հայոյանքներ եւ այլը։ Զբաղվեք դրանով, դիմում մեր կառավարությանը, մեր ներքին գործերի նախարարությանը, էֆիրում հայոյանքը քրեական գործող լինի 1-ից 3 տարի։ Կամ դու գանք ասենք 1 միլիոն դրամ։ Էֆիրից հայոյանքները հանեք։ Լավ եղեք, գրկում եմ, սիրում եմ ձեզ բոլորին, ուժեղ ենք, ուժեղանում ենք գնալով, Ժողովուրդ ջան։